Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, ձեր հետ այսօր ես եմ Արա Չալավյանը, Արտյոմ Զաքարյանը, եւ մեզ այսօր հյուր է եկել Սերգեյ Թանտուշյան, ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոսի ծրագրի ղեկավար։ Անցածնել ընթացքում կբարձենք, գնացինք։ Գործարար կառավարման հակառակ թարգմանենք MBA ասենք։ Այո։ Դες բասկետբոլ ապարապում լուրջ էլի։ Ասում պոպ NBA։ MBA ղեկավար։ Այո։ Podcast-ը իր համար ես ով դառա մի բա հետո նորից հիաստապվեց։ Ընդամենը մի տարի պատճառ։ Նա ոչ։ Բայց ինձ թվում է Քեվեր փոքրինք այդ NBA-ը լավ պոպուլյար շուտ հատուկ ալիքներով կարեր։ Չտես։ Ես իմիջալից լավ գիրք էի կարդում, Ջորդանի պատմությունը կայլի, որ Մայքլ Ջորդանից լիքը բան սկսեց Ամերիկայում այդ սևերի հարստանալ այդ հարստությունը ցույց տալը, իր կարևոր դեր ունեցել։ Հա, որտեղ մինչև այդ սևերի հարստանալը դա սպիտականալու երևույթ էր համարվում։ Հետո դու սևերը մինչև այդ, չգիտեմ, նարկոտիկ, զենքանտես բաների, այսինքն անօրինական բաների վրա են, իսկ ինքը այդպես օրինական արուստի կերպար։ Պլյուս նաև որ մի քիչ ակցենտով ինքը քիչ էր խոսում իրանց այդ սևական ակցենտով համեմատաբար։ Սկայական մշակութային փոփոխություն տեղ ունեցավ այդ ժամանակ։ Բայց վերադառնանք MBA-ի, ոնց տարավ MBA-ի ղեկավար։ Անսպասելի։ Հարցը որտա։ Հարցը որտա։ Զանգում եմ, որ ասում եմ կգաս ինտերվյուների ընդունելության։ Ասում չէ։ Բայց դու ինչ կապ ունես, ասում եմ ոնց ես ղեկավար։ Չէ, причем ինքնես չորով ասես չէ, չեմ գա։ Ասում խի բան, принципе չի բան։ Հետո ասի դե բայց ես եմ քեզ խնդրում, ասում, ասում դե եթե դու ես, ուրեմն հա, դա ինչ որ դե դեռ անձնական գրադացիա գոյություն ունի։ Սա անձնական է այսինքն։ Ու դրանից հետո որոշեցի ժամերս կչաս։ Բայց դրանից հետո էլ քեզ խնդրում աղաչում եմ որ կանչես ոդքասթի դու էլ չէիր կանչում։ Դե հիմա ինչ ենք անում։ Դե հա, շատ եմ խնդրել էլի։ Ձեր միջանձնային հարաբերությունները իհարկե շատ քիպ են։ Դե Սերգեյի հետ կենտրոնական բանկում եք աշխատել։ Իհարկե իրարից շուտ եմ եղել։ Ինքը համալսարանը նոր ավարտեց եկավ։ Այո։ Որ համալսարանը է Սերգեյ։ Երևանի պետական, հետո պարալելն ամերիկյան, հետո պաշտպանեցի դառա կանդիդատ նауկ, ու հետո տնտեսական գիտությունների, ու հետո շատ ոչ լոգիկ ձևով գնացի MBA անելու Ամերիկա։ Ամերիկան։ Որտեղ։ Բոստոնում։ Ու այնտեղ սա Բոստոնը գնում ժողովուրդը թե թավցում է սա։ Չէ, թավցում չէ, Brandeis-ում, Brandeis։ Այո, շատ լավ։ Ինքը մի քիչ ավելի փոքր համալսարան է։ Ինքը ավելի տես բուտիկ, ավելի շատ international էր ծրագրամը, դրա համար ընտրեցի 75% ուսանողների մասկի ես գնաց։ Չէ, իմ փողով տուն եմ ծախել։ Դու տուն եմ ծախել։ Դե ես գարաժ ռոդինո բրոդը։ Точно։ Տուն եմ ծախել առաջին սեմեստրից հետո շոկի մեջ էի այնց որ ես вообще, то есть ես ունեի երկու հատ մաստերս, մի հատ PhD ու Ամերիկայում սովորելուց հետո առաջին սեմեստրից հետո ես ասում եմ լավ, ես կվալիֆիկացված չեմ ընդհանրապես այդտեղ գտնվելու, այդ որը imposter syndrome-ից սկսած մինչև կոմպլեքսը բարդ էր, ուրիշ ձևի մշակույթ էր, սովորելու մշակույթներ ուրիշ, իմ համար շատ տարօրինակ է։ Չնայած ամերիկյան համալսարանը ինձ օգնեց, այն ժամանակ մի քիչ գոնե ջոգել էի ինչ է նշանակում ամերիկյան կրթություն։ Բայց այնտեղ ես տեսա ի համեմատ մյուսների ինչ որ երեխեքի, որոնք որ ասենք նոր ավարտած բակալավրը գալիս են ինչ որ dual degree են անում BA, MA-ն անում, չինացիք, հնդիկներ, այն որ սես գիշերը իրանք մնում են, գրքի վրա քնում են, հետո զարթնում են, էլի կարդում են, այդ ես вообще չէի, որովհետև ես գնացի, արդեն իմ մեծ տղան արդեն 6 ամսական էր, ու տենց ես արդեն Այսինքն դու ամուսնացած, փոքր երեխա, նոր ծնված երեխա, տոնը ծախել ես, գնացել ես սովորելու, քո փողով։ Իհարկե scholarship եմ ստացել, դե 65%, բայց էլի հա, դες դա ապրելու համար էր private university, դա շատ իսկ այնտեղ էլի MBA սովորում։ Հա։ Դա արեցի MBA, հիանալի experience էր вообще։
ես չէի պատկերացնում, որ տենց կարա լինի կրթությունը, ու դե փոխվեց իմ մոտ ամեն ինչ, որ կրթությունը կարա լինի հեշտ, ընկալելի, то есть ոչ թե տենց դու պիտի բիզա դասախոսը կարա լինի նորմալ տեսքի, նորմալ բառերով խոսացող։ Իրան հետևած։ Ոչ թե ինչ տիպը հո գիտես ինքը տես միլիոն հասկացանք, բայց օրինակ մեր մոտ գալիս էին դասախոսներ, որոնք որ բան էին, ամեն օր գալիս էր նոր ավտոյով, ինքը մեր իրան ուսանողներին սիրելի էլի, ու ես է teaching assistant էի, օգնական էի, այտենց օգնականների մի խումբ յախտայով տարավ Cape Cod, ասենք, չգիտեմ, ման տալու բան, այդ տիպի։ Ընդունված ամեն դասախոս տարին մի անգամ գոնե մի հատ տենց հավաքույթ անում է։ Բայց անելուց Իհարկե գնում ամեն մեկը իր հոտ դոգով տեղով։ Իվարկյան Համամիջական, բայց Brandeis-ի դասախոսը երևի մի 2-3 հազար փող էր ստանում։ այն ժամանակ կարող է, հիմա երևի ավելի շատ դար։ Դոլար։ Բայց համ ուզում եմ ասեմ ինքը successful տենց հաջողակ բիզնեսմեն էր բան, դե, ու հետո հետեր եկել վերադարձնելու հասարակության, հա, իր դասախոսությամբ։ Բայց նաև շատ անմիջական ու ասենք օրինակ մի հատ ունենք դասախոս Valentine-ը, որ ժամը 6:30 էր իր դասը, ու տիպ մենք սաղոր full time DMB էր։ Սովոր մենք մրգերով գալիս էր, բան, դուք հոգնած եք, դուք սաված եք գերեք, բան իմ դասը, որ լավ անցնի բանսը։ Ոչմ լրիվ ես հասկացա, որ կրթությունը լրիվ ուրիշ բան է, քան թե ես պատկերացնում գիտեի միջև այդ։ Այսինքն սեսիային կաշառք հավաքելը չի։ Դե ինձ թվում է չկա հիմա կաշառք։ Ես շատ հասկացում եմ։ Մեր ժամանակ կար այն։ Մեր ժամանակ կար։ Դա էր ամբողջ իմաստը դասախոս լինելու։ Ցավոք սրտի, հա, причем սխեմաներ կային, որ տիպը գիրքը առնես, բան, տենց, բայց նաև կար տենց չծածկվող Pay as you go։ Չէ, հիմա parza որ կամ չկա կամ շատ քիչ է, բայց նաև դա, չգիտեմ, քեզ հուշեց, որ կարելի է նմանատիպ դասախոսական կազմ ունենալ։ Հայկական համալսարաններում։ Ամերիկյան համալսարանում մեծամասամբ երիտասարդներ են, էլի բացի ինձ ու քեզ։ Հավասար երիտասարդներ են դասավանդում։ Ու նաև ինձ թվում, համենայն դեպս ես իմ ուսանողների հետ այդ հարաբերությունները կարծում եմ ունեմ, մյուսները չգիտեմ։ Չէ, մեր մոտ լրիվ ուրիշ կուլտուրա է արդեն։ Ծանրությունը դիստանցիան չկա։ Գիտես, բացի դրանից նաև օրինակ իմ կոմունիկացիայի դասում ես դասավանդում, մեկ էլ ռազմավարության, երկուսն էլ այդ ֆրեյմվորքներն է, որոնք որ հեշտացնում են, որոնք որ տենց այդ ալգորիթմական կամ ֆորմուլայիկ տենց որ ձևեր է, որոնք որ օգնում են հասկանալու ու այդ ոնց որ եթե դու հասկանում ես, ուրեմն դու ինչ-որ ընտրված ես։ Չկա այդ զգացմունքը, կրթությունը արդեն պետք է այդ տենց միջոցներով, գործիքներով, մեթոդներով դարձնել հասկանալի։ Ուզում ասեմ, այդ սնաբիզմը նաև կրթության նկատմամբ այդ ֆորմուլաների եւ նոր մեթոդների միջոցով պետք է հանել արդեն։ Սնաբիզմը գալիս ում կողմից դասախոսի կողմից։ Ինքը պրիվիլեգիա չի էլի, наоборот, դու պետք է անենց անես, որ մաքսիմալ դժվար բան անենց բացատրես, որ ինքը չջոգել, որ ասեք, ինքը ինչ որ դժվար բան է իմացել։ Ու կստացի այսա կոչվում է օրինակ, չգիտեմ, կապուտ օվկիանոսի սխեմա։ Ասում եմ, այդ էր, հա, ջոկի։ Դու որ communication դասավանդում ես, դրա կիրառական մասը ի՞նչ է։ Նույն այնքան ամեն վարքյան կիրառական է։ Օրինակ, որտեվ ինձ համար նմանատիպ բաներ ինչ հումանիտար երևույթ կոնտեքստ ունեն։ Ես մտածում եմ, լավ, ուսանողը նստում է այդ սեմեստրը 2-ը չգիտեմ ինչքան է։ MBA, չէ՞, դա մինչև ես MBA-ում չեմ դասավանդել, մագիստրոսական այլ ծրագրում եմ դասավանդել, իմ ռազմավարության դասը։ Այս սեմեստրես համար, pre-fall semester օգոստոսից, ես դասավանդել եմ կոմունիկացիա նաև MBA-ում, բայց կոմունիկացիան ինձ մոտ բակալավրների մակարդակի է դասավանդվում եւ executive certificate ունենք ամերիկյան համալսարանում եւ այդտեղ։ Այսինքն երկու այդ պոլուսներն են ամենաերիտասարդ եւ ամենափորձված արդեն տարեց մենեջերների ծրագրումը։ Հիմա որ մենք social media-ի ազդեցության տակ ենք բոլորս, դա է կոմունիկացիայի կանալը, որով հաղորդը նորություն ենք ստանում, շփվում ենք մարդկանց հետ։ Այսինքն քո
դասընթացը մեծ մասամբ դրա մասին է, թե ուրիշ ինչ-որ ավելի։ Իմ դասընթացը կազմված է 5 մասից։ երևույթ է։ Առաջինը pre-communication, այսինքն մինչև կոմունիկացիա ինչ ենք մենք անում, ոնց է աշխատում մեր ուղեղը, ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, ինչ ընկալման սխալներ ենք մենք օգտագործում, որ ազդում է մեր կոմունիկացիա մշակույթների մասին ենք խոսում, հա։ Տարբեր մշակույթներ ունեն բարձվում է տարբեր շփման նախապատվություններ։ Նո օրինակ, ասենք ամերիկան անգլոսաքսոնականը ինքը ավելի շատ պրակտիկ լիքը ու հետո նոր թեորիային է գալիս։ Մենք օրինակ եւ արգումենտացիան էլ նույն ձևի աշխատում, այսինքն ոչ թե դու ասում ես օրենքը, հետո օրինակներ ես բերում, այլ հակառակ օրինակներ ես բերում, ասում ես դե սրանից հետևում է հետևյալ օրենքը, հա, ու իրանք նաև այտենց ոնց որ justify-ն անում ինչ որ մի բանը։ Դա նաև ազդում է կրթական կստացի համակարգի վրա, անգլոսաքսոնականում օրինակ case-երով, բիզնես պատմություններով են պատմում, այլ ոչ թե թեորիա են տալի։ Իսկ մեր մոտ եւ եվրոպական, հա, post-սովետական բլոկում ինքը ինչ ձևի էր, եթե հիշում եք, օրինակ համալսարանում մենք ասում ենք լիքը տեսություն, ասենց ինչ որ օթում բաներ, ունենում ենք մի հատ շաբաթական գործնական պարապմունք, չէ՞։ Սեմինարիստ, Մեծ մասը չէր գնում այդ գործնական պարապմունքը։ Գործնականն էլ որտեղ դա ասիստենտներ։ Սեսիայի ժամանակ չէին հարցնելու դրա մասին։ Ու օրինակ բիզնես кейսերն է դրա նման մի բան է, այսինքն մենք նայում ենք բիզնես պատմություններ, հետո նոր դրանից դուրս ենք բերում ինչ որ մի տեսություն։ Այսինքն առաջինը տենց բաների մասին է խոսում, ոնց է աշխատում մեր ուղեղը եւ այլն, վերբալ կոմունիկացիա, բառային, ոչ վերբալ, մարմնի լեզու եւ այլն, գրավոր կոմունիկացիա եւ պրեզենտացիոն հմտություններ եւ հանրային խոսք։ Այդ 5 կոմպոնենտներից է բաղկացած, ընդ որում սոցիալ մեդիան ուր մնաց։ Չկա։ Ինքը գիտես, ես ասում եմ, որ ազդում է մեր վրա, որովհետեւ ես ֆորմատներից եմ շատ խոսում։ Ասում եմ, որ սոցիալական մեդիայի ֆորմատը կարճ, հակիրճ, հասկանալի, միանգամից հիմնական մեսեջը ասում է եւ ինքը ազդում է արդեն մեր բոլոր վերբալ, գրավոր եւ պրեզենտացիոն հմտությունների ֆորմատների վրա։ Մարդիկ հիմա ժամանակ չունեն, ուշադրություն չունեն, առողջություն չունեն, հավես չունեն, չեն կարդում։ Բայց մեր տեղը դա AI-ը կարանի է սովորաբար դրությամբ, ինչու մենք պետք է անենք։ Ես երիտասարդության մասին եմ խոսում։ Դու տալիս ես զապրոսը, ստանում ես պատասխան։ Իդեպ իմ assignment-ներից է, դա հանձնարարություններից մեկը, հենց կոլաբորացիան է AI-ի հետ։ Այսինքն մենք հիմա մոտիվացիոն նամակ գրել է, հա, ոչ թե ֆորմատ ձեռքով գրում ենք կամ չգիտեմ, դա մոտիվացիոն աշխատանք ընդունվելու համար, աշխատանք ընդունվելու կամ cover letter, ես իրանց սովորացնում եմ ոչ թե այդ նամակը գրել, ֆորմատն եմ ասում, որ այս sense ֆորմատի մեջ պետք է ասեք AI-ին, որ գրի այս բառերի օգտագործմամբ, այս keyword-երով եւ այս prompt-ը գրեք։ Դες ազդել է։ Ես ուսանող գրել իմանա թե Կամպանիա գրել։ Ես ասենք քննություններին եղել է, գալիս են case-ից կամ ինչ որ բանից այդ կարճ բան գրել, ինքնից Տարածքարեր մասն է խոսում։ Բայց պրոստը գրել բառեր։ Նախադասությունը կիսատական չկա։ Այդ բազան որ չկա, դրա համար ինչքան ուզում ես AI ունեցի, այդ բազան պետք է լինի։ Փոքր բանը ի՞նչ տարածքը, միտք չկա, ասենք անգլերեն միտք, որ ակնկալում ես ամերիկյանի ուսանող անգլերենով կրթվում, հետո գալիս է չկա։ Բայց էլի պետք է լինի դա։ Չէ, հարցն է, դա հարցը։ Ինչի՞։ Իմ կարծիքով, հա, բայց այսօր ասենք գալիս է իրավիճակի վրա։ Դե օրինակ, մի հատ sense դեպք եղավ, ուսանողներից մեկը մի հատ նամակ էր գրել абսուրդային ու հետո follow up անում մի հատ էլ նամակով արդեն լավ գրած ես հասկանում եմ առաջին նամակը սխալմամբ ուղարկած ինձ AI-ին հանձնարարություններ այսինքն մի հատ sense որ խառը բան է AI-ին գրել ասել օրինակ գրամատիկան եւ ստրուկտուրայի մեջ իմաստի սրա մեջ եւ AI-ը արել է այսինքն ես կասկածում որ ցավոք սրտի կան տենց մարդիկ բայց օրինակ ընդունելության մեր կրիտերիաները MBA-ում, բակալավրում եւ այլն, ինձ թվում է այդ բազան ստուգում են։ Կարծում եմ այդ շատ արտարուստ է որ տենց մարդ է։ Իր հարցը, նո, արոյ հարցը նորմալ անպատասխան մնաց։ Ինչի համար է պետք որ ինքը իմանա գրել։ Այսօր երիտասարդը նա չէ նույն AI-ի հետ որ շփվում ես։ Հա, էլի որ գոնե AI-ին ստուգի։
որ գոնե AI-ը գեներացնի ինչ-որ մի հատ абսուրդ, ինքը հասկանա, որ դա абսուրդ է, գոնե դրա համար է։ Ես կարծում եմ, էլի։ Ես չեմ առարկում։ Հետաքրքիր է պատասխանը, ես ընդհանրապես չեմ առարկում։ Կայլ որ հետ գնա, իսկ քնություն պիտի տանք ուսանողներին։ Ինչպես քնություն։ Իդեպ ես ասեմ, որ ես դրանից արդեն կամաց հեռանում եմ։ Եթե կարա խնդիրը լուծի։ Ես չգիտեմ, հա։ Եթե կարա քո տեղը գրի, ի՞նչն ես քննում, էլի։ Դե ես օրինակ հիմա իմ կոմունիկացիա դասի մեջ չունեմ քննություն ընդհանրապես եւ ռազմավարությունը չունեմ։ Ես ունեմ փոքր հանձնարարություններ, որոնք որ տես տոկոսները հավաքվում է ու դա եւ վերջին տնային աշխատանքի պես։ Հա, տնային եւ դասը Ինչ-որ լսարան։ presentation, թե ինչ-որ տենց բան։ Եվ վերջին քննությունը դա երկու presentation-ը, մի հատ խմբով, մի հատ էլ առանձին ինքը, ընդ որում այստեղ ինտեգրացնում եմ նաև տեխնոլոգիաները եւ նաև պրակտիկ ոնց որ դրդապատճառ ունի դա մենք չենք կարող յուրաքանչյուրի ինդիվիդուալ պրեզենտացիան լսենք շատեն իրանք պետք է ձայնագրեն իրանց Zoom-ով իրանք իրանց զանգեն կամ չգիտեմ ոնց ձայնագրեն եւ ինձ ուղարկեն որ մեջ դες հնարավորություն կա կարաս հա այդ արել են կստացի ես չգիտեի ուսանողներից սովորել բայց ուզում եմ ասեմ ես նենց բան եմ իրանց տալիս որ ոչ թե AI-ը իրանց օգնի այլ գոնե ինչ որ բան անեն օրինակ տեղում երբ որ մենք անում ենք վարժություն, ասում եմ մի հատ հլվոր գրեք ինքները, հետո AI-ին կտակ, ինքը կդզի, բայց հիմա եւ այդ փոփոխությունն եմ ես գնահատում։ Դե հիմա նայ, ինչ որ ես լսում եմ, նույնիսկ այս նույն մեր զրույցից, հիմա ստեղծում է տպավորությունը, որ այս բային մնացել են անհրաժեշտ կամ այն ոնց է կոչվում միջին մասնագիտացված կրթությունները պլոտնիկ սլեսեր, չգիտեմ ինչ որ տենց բաներ, որ դե ռոբոտները չեն անելու, դե հա ձեռքով պիտի անես, խոհարար, չգիտեմ ինչ որ տենց խոհարար ամենապոպուլյար կամ բարձրագույնը պիտի լինի միայն տեխնիկական հատուկ մասնագիտացված գիտելիքներ հենց տեխնոլոգիայի ոլորտում, տենց նո այդ տպավորությունն եմ ստանում, որտեղ մնացած ամեն ինչի պատասխանը կա Այսինքն մենք ինչ ենք կրթությունով ինչ ենք տալու երեխեքին կամ երեխեքից ինչ ենք պահանջելու Вообще շատ բարդ է, որտեղ մենք կրթում ենք մեր անցած փորձի հիման վրա, բայց ապագայի համար այդ Կեն Ռոբինսոնն էր ասում այդ դիլեման, որ ինչ անես հիմա ես օրինակ երեխեքին դաստիարակելու իմ երեխեքին դաստիարակելու տեսանկյունից միշտ ունեմ այդ խնդրեմը եւ այդ դիալոգը կնոջս հետ ճիշտ ենք անում թե չէ որ չգիտենք մենք նույն ձևի կրթության մեջ չգիտենք ինչ արնելու ապագան բայց կարծում եմ այն բազան օրինակ էմոցիոնալ հուզական ինտելեկտը հա այդ շփումը կոմունիկացիան նույն այդ լոգիչիսկի մտածելը տրավմանական մտածողությունը problem լուծելը problem solving-ը learning to learn այսինքն որ սովորես curiosity-ին այնօր որ հետաքրքրությունը ամենակարևոր հմտությունն է հիշում ես այնօր մի երկու օր առաջ MBA-ի ավարտական բաններ միջոցառումներ գնաց ասեց մեր ուսանողներից մեկը Կարենը որ ասեց որ մեզ միավորել է հետաքրքրասիրությունը որովհետև մենք եկել ենք արդեն աշխատանք ունենք բան տենց սովորելու եւս մի հատ degree ստանալու MBA ստանալու այնց մոտս մնաց այդ curiosity բանը հիմա իմ երեխեքի վրա են բոլոր մտքերը փորձում միշտ հա այդ curiosity դա այսօր իջնում ենք դպրոցա գնում տանում եմ իրան ասում է okay Tina ասում է խաղում Pacers-ի հետ բասկետբոլ այնքան ասում okay Tina ի՞նչ է ասում չգիտեմ ասում ոնց մի վարքան հələ մի հատ մտի նայ օրա հա Oklahoma Thunders ասում բա աբրևիատուրա աբրևիատուրան ի՞նչ է հələ մտի նայ ու ահա ջոգեցի փաստորեն խմոմը փաստորեն հատը փաստորեն ԽՍՀՄ-ն էլ աբրևիատուրա ասում ու տես գնաց այդ շատ կայֆ է էլի որ դու տես մի հատ ինչ որ սերմ ես գցում, մեկ էլ սկսում է այդ curiosity-ն յետքա, այդ հետաքրքրությունն ինձ թվում է պետք է բայց այդ չի դարձնում համալսարանը սոցիալական ակումբ։ Հա, networking-ի մասին է համալսարանը, շփման մասին է համալսարանը, կոնկրետ իմ արայի դու ես դասավանդում գիտեմ, հա, քո հետ պլատֆորմա շփման, որ այս մարդիկ գան ու տեսնեն ու շփվեն ու
հարցեր տան ու մենտորություն ստանան ու տենց։ Այո։ Ինձ թվում է օրինակ ձեռներեցների, բիզնեսմենների հետ ովքեր որ դասավանդում են ուսանողների շփումը շատ հետաքրքիր է։ Որովհետև ընդհանրապես գրքի հետ դա կապ չունի։ Բայց դե մի հատ բայց կա։ Լասը։ Շատ բիզնեսմեններ կան, որոնք որ օրինակ իմ փորձից եմ էլի անկեղծ ասում, մի քանի անգամ վարվել եմ, սխալվել եմ այդ թեմայով, ես հրավիրել եմ եւ ես հասկացել եմ, որ համալսարանի ոնց որ ֆորմատի մեջ չեն այդ մարդիկ։ Շատ հասարակ բառերով, շատ հասարակ կոնցեպտներ, Դա փաշ չի, որ իր փորձը այդ երախում պետք է էլի։ Ինքը կարող է մտնել, չգիտեմ, իրան կարա թվա, որ ինքը ինչ որ ճանապարհ անցել, որը բոլորն է պետք է անցնեն, բայց կարող է բացարձակ տենց չլինի։ Ուզում ասեմ, ես հյուրեր շատ եմ կանչում, ունեցել եմ շատ լավ հյուրեր, որ շատ պրակտիկ, շատ տենց թույն մոտիվացիոն բան, բայց նաև ունեցել եմ, որ ասել եմ, լավ, ասես, այն որ բանը rich dad poor dad-ից կամ ասենք, չպես տիպի պրիմիտիվ mainstream-ային ինչ-որ իրականությունից ավելի ցածր մակարդակի թեմաներ խոսացվել, շոշափվել շատ տենց պաթոսային ձևով, հա, տենց հերոմ նայող դեմքով ես ասում եմ, լավ, ես լրիվ disqualify ոնց որ բանացի, արժե զրկեցի, ոնց որ մի քիչ իմ դա ասել, այնպես պետք էր հետ վերել արդեն շոուներով։ Ամեն ինչ փորձ է։ Այո։ Ասում եմ, մենք բոլորս ամբողջ կյանք ինչ որ բաներ միշտ սովորելու ենք։ Հենց անվերջ process է դա։ Այո։ Ու կստացի այդ էլ curiosity հետաքրքրության պակաս է, եթե դու ասում ես, ես էլ սովորելու բան չունեմ։ Մի պահ եղել էր, ինչ սեմինարը չէի գրում, ես հա տենց գնում էի, ասում լավ, вообще ոչ մի բան թազա բան, նոր բան չէ, բայց հետո մտածում, լավ, դավայ հələ մեթոդը նայեմ դասավանդման, հա, դավայ, չգիտեմ, այս ինչ որ համով մի հատ ինչ որ նյուանսը գտնեմ, ու տենց ստիպված կոնտենտը հա, նենց ալնում, որ շատ նենց, վաու, նոր բան չես սովորում, բայց ինչ որ միշտ պետք է ունենալ էլի այդ ցանկությունը։ Ֆորմայի մեջ պետք է լինես, էլի, sense տենից, եթե չես սովորում, ունեցած եղածը մոռանում ես, իսկ գնում ես ոնց որ ջիմ գնաս։ Դեգրադացիա ես գնում։ Միշտ մենտալ դեգրադացիա նկատում եմ։ Դե իսկ հիմա ծրագիր ինչ եք անում, բերում երկու բառ դրա մասին խոսանք։ MBA ծրագիրը։ Ես միջազգային փորձը առաջինը ինչ մենք արեցինք, պարոն Գաբրիելյանի հետ նայեցինք միջազգային փորձը, ընդհանրապես ում հետ ենք մենք մրցում, ում են ընտրում MBA պոտենցիալ ուսանողները, որ ամերիկան չեն գալիս, ոնց անենք, որ մրցակցային առավելություն ունենք այստեղ։ Եվ ես ինչքան չնայեցի ծրագրեր, բոլորը մի տարվա մեջ MBA են տալի, 1.5 տարվա մեջ MBA են տալի։ Մեր ծրագիրը MBA-ի 2-ից 3 տարի էր։ 3 տարվա մեջ, հա, 3 տարվա մեջ ես կարամ Կանադայի քաղաքացիություն ստանալ։ 3 տարի ոչ մեկ այսօր բան չի անում, կմիտ չի անում։ 3 էր որտեվ քիչ են, չէ՞, աշխատում են, գործից հետո են գալիս։ Քիչ դասեր են վերցնում, տենց ձգվում։ Հիմա մենք ծրագիրը մի քիչ սեղմել ենք, բոլոր դասերը 3 կրեդիտանոց են դարել ու մենք այդ նույն ծանրաբեռնվածությունը, նույն կոնտենտը շատ ավելի առանց որակը գցելու, ավելի քիչ կրեդիտների եւ ավելի քիչ ժամանակի մեջ ենք կարողացել ստանալ։ 6 հիմնական ուղղություններ են՝ բիզնես, էկոնոմիկա, մարքեթինգ, այդպես, անալիտիկա, ֆինանսներ։ Դրա մարքեթինգը արվել է։ Նոր ենք սկսում, նոր ենք տեստավորում։ Դեռ ունենք այն հնից մնացած, ավելի երկարած, ոնց որ մնացած ուսանողներ, ոնց որ պետքա 5 ծրագրով դասավանդել։ Կոնկուրենտը այսօր ով է տանում էլի ուսանող քչացել են վերջի տարիներին։ Քչացել են, որովհետև կրթության վերաբերյալ մոտեցումն է փոխվել։ Այսինքն, երբ որ դու ունես գործատուներ այսօր, որոնք որ ընդհանրապես չեն ուզում նույնիսկ բակալավր։ Երբ որ դու ունես այսօր հատկապես IT ոլորտն էլ որ այսօր շատ զարգացած է ու բավականին բարձր աշխատավարձեր է տալիս եւ իրանք տեսնում են որ կոդինգ գիտի այս մարդը կամ չգիտեմ SSS բանը գիտի ու կրթություն չունի նորմալ է վերցնենք ֆորմալ կրթությունն է այդպես մոտիվացիան կորումա ֆորմալ հենց կրթություն ունենալու համար MBA ծրագիրը ինքը յուրահատուկ է նրա պատճառով որ այստեղ գալիս են արդեն չասեմ ստատուսի համար, բայց արդեն եղածը
ճիշտ տեղերում դասավորելու համար MBA ծրագիրը։ Հետևաբար այստեղ ես կարծում եմ մենք ոնց որ արժեքը չի կորել, դեռ արժեքավոր է մեր ծրագիրը։ Բայց այսօր միևնույն ժամանակ ինձ թվում է շատ ավելի հեշտ է դառել գնալ արտասահման։ Հա։ Եվ այդ կարճ գումարային էլ հեշտ։ Ավելի ճկուն են դառել այդ ինստիտուտները, որոնք որ իրանց ընդունում են։ Գումար հայթայթելը կարծում եմ հեշտացել է։ Կարծում եմ նաև կորպորատիվ ինչ-որ սպոնսորշիփներ են ստանում, նոր են գնում։ Կարծում եմ նաև գալիս են էգզեկյուտիվ ծրագիրները մեզ մրցակից, որտեղ նույն կլիենտն է, էլի ոնց որ sense։ Այս անցյալ տարի մենք ունեինք բավականին քիչ ուսանողներ, ոնց որ ես որ եկա արդեն ընդունելության հիմնական մասը արված էր, մի քանի վերջին ուսանողներ մենք ինտերվյու արեցինք միասին։ Հիմա արդեն կարծում եմ մի քիչ ավելի շատացել են դիմորդները։ Այսօր ունենք մոտ 30 ուսանող, որոնք որ գան առաջ կուրս հիմա հələ որ 15, բայց 12-ը ինտերվյու են կարել, մի քանի non-degree ունենք եւ այլն։ То есть մի քիչ ես աճ տեսնում, բայց դեռ այս կես տարվա մեջ իհարկե բնականաբար շատ անելու բաներ ունենք։ Այդտեղ ոնց որ գիտելիքի կտորը կա ու կա ասած networking-ի կտորը։ Եթե մարդը գնում է, չգիտեմ, Լոնդոն կամ Նյու Յորք, Բոստոն, networking-ի իմաստով ինչ որ ուրիշ բան է ստանում, էլի։ Նենց չի որ վերադարձողները այդ networking-ը չգիտեմ ինչ կապիտալիզացիա են անում, էլի ես բազմաթիվ ծանոթներ ունեմ, որ դուս սովորել են։ Հա կարող է տարի մի հատ reunion են գնում մի քիչ չես լավ ես, բայց որ դա կապիտալիզացիա արվում, մոնետիզացիա արվում, վստահ չեմ, իսկ բաների առումով, ասենք նույն ես իմ առարկաները միշտ benchmarking եմ անում, թե syllabus-ի մասով, թե դասագրքերի, թե case-երի, ասենք ոչ մի բանով չի զիջում, էլի։ Բայց մեկը նույն ուսանողը ստեղ գալիս է չի սովորում, իրանցից որոշները գնում են, որոնց տեղից հետո մի հատ գնում են Նյու Յորք կամ Ամերիկայի որևէ լավ համալսարան, մեկը ուրիշ ոնց որ մոտիվացիա կա, էլի։ Ստեղ մի տեսակ վերաբերմունք, հա, կոմֆորտի զոնա, մի տեսակ վերաբերմունք կրթության հենց դե որ մերն է, դե կարանք գնանք, բայց չսովորենք, չգիտեմ էլի։ Կոմոդ է տպավորությունն, հա, որտեղ տպավորությունը կա։ Իմ մոտ չէ, իմ մոտ էս տպավորությունն է, ես սեմեստր լրիվ նոր գիրք դրեցի, լրիվ նոր նյութեր սարքեցի, ես վերջում հասկացա, որ ես ավելի շատ ժամանակ եմ ծախսում դաս տալու վրա, քան իրենք ժամանակ են ծախսում սովորելու վրա։ Մոտիվացիայի խնդիրը լա, մրցակիցները մեր այդ արտասահմանն է կարծում եմ։ Հետո այսօր փոխվում է ընդհանուր այդ կրթության փորձառությունն են ուզում իրանք ստանան, օրինակ ես նայում եմ միջազգային մեր մրցակիցները, տարածաշրջանային նույնիսկ ասեմ, տանում են ինչ որ չգիտեմ Կամչատկա Սկոլկովն օրինակ, տանում են ինչ որ մի հատ իվենթի ու փորձությունների մեջով են անցնում այդ մարդիկ, այդ է հիշում։ Ես էլ իմ MBA-ի ծրագրի ժամանակ հիշում եմ մի հատ դաս ունեինք, կոչվում էր Managing Across Cultures, այս մեր դասախոսը բերել էր դերասաններ, որ մեկը քահանա էր, մեկը այտենց ինչ որ նիֆարմալ ականջորներով տատերով, մեկը հղիկին էր ու պետք է մենք իրանց խոսքը լսեինք եւ ամբողջ իմաստն էր որ պետք է տարանջատեինք ոնց որ իրանց անձը իրանց խոսածած կոնտենտից ու ինչքան է խանգարում էլի ոնց որ դա օբրազը տեսքը ու ասածը ոնց չէինք հիշում հետաքրքիր է շատ բայց ուզում ասեմ փողեր ծախսվել ասենք չգիտեմ ինչ որ կազմակերպել էր այդ մարդը այդ տենց նմանատիպ experience է կամ օրինակ մի հատ ունեինք emotional intelligence comfort zone-ից էր հանում մեկին ուղարկում էր մետրո մուրացկանություն անելու մեկին ուղարկում էր ինչ որ մարդկանց մոտենալու եւ չլսելու հասկանու դες ու այդ մարդկանց համար ռեալ է որ լացում բան ինչ որ դες բաներ կան լիքելի տես ծրագրեր որ մասնակցել եմ սկսած Հայֆեցի հայտնի silent session-ից որ էլի մարդկանց հունից հանում է մինչև կյանքի ուղին գծել է եւ հիշել է ու լացել է տես բաներ
Դες այդ ստրեսները եւ նաեւ լավ լիքը փորձեր կամ վարժություններ։ Ինձ թվում է մարդիկ գալիս են նաեւ այդ experience-ների համար ու ուզում Ոչ են թե նստեն բանում լսարանում։ travel անեն, գնան բացահայտեն network անեն եւ այլն։ Կարծում եմ տենց բաներ էլ շուտով կունենանք մեր MBA ծրագրում։ Ես որ շատ եմ դա ուզում, դա պետք է ուղղակի իմպլեմենտացնել մի քիչ ժամանակ։ Դու զգում ես 50 տարվա ընթացքում ինչ կարիքի պարադիգման փոխվել է կրթության։ Ինչ կարիքի։ 50, չի 20, даже 20 ես կասեի, 25։ Չէ, ինքնատուն 50 են տեսանյութ, որ դու պրոստը գիտեր, որ դու նստում ես լեկցիա ես գրում։ Ու գրում ես։ Գրում ես, այո։ Դե մենք տենց էինք էլի։ Դե 30 տարի առաջ էր մեր դեպքում, այդ անում էինք։ Բայց լրիվ ուրիշ Հետո այդ դասախոսը տենց ինքը վերապահորեն սխալ չէր կարող ինքը միշտ ճիշտ էր։ Ինքս մի հատ ինչ որ հա աստվածանման մի հատ ինչ որ ֆիգուրա էր, ու ինքը տես վերևից ներքև ասում է։ Հիմա օրինակ սկսած մարմնի լեզվից, օրինակ ես կամ Արան, հա, մենք նստում ենք սեղանին, մենք կոֆեյով ենք, մենք մոտենում ենք լսարանում, մենք խոսում ենք այսպես բան մարդկանց։ Էդ էլ է փոխվել նույնիսկ, էլի, то есть այդ անջրպետը խոսալու ձևը, բառապաշարը, հումորը, այդ ահավոր բան, լիքը բան է փոխվել։ Շատ։ Հետո այդ որ ոչ թե դու փաստեր ես տալիս, որ սենց, հա, այդ փաստերը ինքը կարա Google անի, ինքը կարա քեզ հարցականի տակ դնի, ասի вообще չէ, ու մենք որպես դասախոսներ շատ ավելի դառել ենք խոցելի։ Իհարկե։ Եվ այդ խոցելիությունը ես օրինակ իմ կոմունիկացիա դասի ժամանակ ասում եմ, որ կոմունիկացիայի մեջ շատ կարևոր մաս է կազմում, ասել որ ես չգիտեմ, եկեք միասին հենց հասկանանք։ Իսկ դուք ո՞նց եք կարծում, հա, ես ոչ թե ինչ-որ դասախոսում եմ, այլ ես ավելի շատ մոդերատոր եմ, ավելի շատ ֆասիլիտացիա եմ անում քննարկումը, ու նաև այդտեղ իդեպ սովետական կրթությունը խանգարում, հա, ոչ թե դու գնահատականներ ես տալի, այս լավից էր, այս վատից էր, այլ դու բոլորն էլ գրում ես կամ ինչ որ նենց զգուշ ես, հա, լավիդիաները արձանագրում։ Ես անցած սեմեստր բան վերցրեցի case-ով դասավանդելու on-line կուրս վերցրեցի Harvard-ի ամերիկյան օժանդակությամբ ու այնտեղ որոշ բաներ բացահայտեցի իմ համար, որ դու օրինակ case-ով չպետք է ուղղորդես իրանց, որ էսա ճիշտ լուծումը, իրանք ուզում են որ case-ը ճիշտ լուծում ունենա։ Ինչ որ առումով մի քիչ դժվար է, որովհետև case-ը մանավանդ իմ кейսերը ֆինանս են, վերջի շուտ թվեր ստանաս, բայց ես այդքան չեմ կենտրոնանում, որ թիվը ինչ որ, չգիտեմ, 1000-ի կամ 10000-ի ճշտությամբ դա պետք է լինի, կարևորը ինքը ոնց է մտածում, ոնց է գալի դրան հասնում։ Բայց այդ case դասավանդման մեթոդը հենց այդ է, որ դու իրանց հետ մտնում ես մի հատ անորոշության մեջ, որտեղ իրանք կարան նոր բաներ բացահայտեն, դու կարող ես նոր բան բացահայտես ու ինքը ոնց որ ուրիշ փորձառություն է։ Ու այդ անվանումը միջայլոց մեզ ինչ են ասում lector, հա, ռուսերեն կամ անգլերեն lecturer, դասախոսն էլ ընդհանրում եմ մի քիչ ավելի լավ թարգմանությունը, lector նշանակում լեկցիա կա, դու գրում ես լեկցիա կարդացող, չէ, համալսարանում ասում են։ Սովորաբար դասախոսը լեկցիա կարդացող չէ, ինքը ավելի կարևոր ու բազմակողմանի դերեր ունի։ Բայց կան լեկցիա կարդացող, օրինակ, չգիտեմ, մաթեմի դասախոսը, բարձրագույն մաթեմատիկայի, ինչ պետք է անի, հո չի պատմելու իր կյանքի մասին կամ ինչ որ փորձառությունների դնելը, բանաձև է բացատրելու, չէ՞։ Կամ չգիտեմ, քիմիայի կամ ֆիզիկայի, նկատում եմ կան կոնկրետ գիտություններ, որտեղ դու կոնկրետություն պետք է բացատրես երևի։ Ես այդ հարցը մի անգամ Գաբրիելյանի հետ խոսում ենք, ասում ես համասարանում որ սարքել է, կյանքում դաշ չի տվել, որովհետև գրատախտակներն է, ու այդ պրոյեկտորի էկրանը իջնում է գրատախտակի վրա։ Հիմա ես համ սլայդ եմ օգտագործում, համ գրում եմ։ Գաբրիելյանը ասեց, «Էդի մենք ենք դες օգտագործում, ասում մյուսները կամ գրատախտակին են գրում, կամ սլայդը դնում են, պատտում են, մենք ենք երկուսն էլ օգտագործում»։ Բայց ինձ դա մենք դեպքում սխալ է սարքած, պետք է մեկը կողքը լինի։ Ես այսպես անդադ դրա համար վազում եմ։ Մի հատ հիշում ես, մի հատ դες լսարան կա, որ կա մի գրատախտակային պատի վրա էս բանը։ Ու ես սաղ օր դες վազում։ Վազում, բայց տեղնակի չէ, գրում կամ ակրում գրում։
Այդ ճշգրիտ է ինձ թվում է, որ լեկցիա է կարդում։ Ինքը իր challenge, իր դժվարությունը նրանում է, որ ինքը դա դարձնի relevant այս ուսանողի կյանքում այսօր։ Կապի իրականության հետ։ Որովհետև եթե դու ասում ես այս բանաձևն է, այդտենց մի հատ շատ ու լիքը լավ գրքեր կան, ես այդտենց ինչ-որ խորացել եմ այդ մոտեցման մեջ, կոչվում է Diane, անունը չեմ հիշում, ազգանունը չեմ հիշում, այսինքն անունը Diane Keys Change for Sense, կոչվում է Sex, Drugs, Economics։ Ու ինքը պատմում է էկոնոմիկայի մասին, ոչ լեգալ, օրինակ, ասենք, չեմ, կավատի բիզնես մոդելը։ Կամ ասենք թմրանյութերի, ասենք, չեմ, շուկան, մրցակցությունը, բան, օրինակ Porter-ի 5 ուժերի տեսության գաղափարը, ֆորմուլան, ֆորմատը հենց այդ օրինակ թմրանյութերի վաճառքի շուկան կամ ինչ-որ բիզնես մոդելներ է պատմում, ոչ լեգալ։ Իդեպ պարոն Գաբրիելյանն էլ այս անալոգիան օգտագործել էր մի հատ դասի ժամանակ, ահա որ լավ արձագանք էր ուսանողների կողմից, մաֆիայի կազմակերպչական իրավական ձևներ բացատրում, հա, հիերարխիան, ով է ում ռիպորտ անում, որոշումները ոնց են կորպորատիվ կառավարման, փաստորեն լուրջ հիմքեր կան այնտեղ դրված։ Ինքը որ դիսկի։ Ինձ թվում է թեորիա խոսամ։ Դենց, այսինքն երբ որ դու դարձնում ես դա ինչ որ հետաքրքիր, բերում ես օրինակ այդ չգիտեմ քիմիական ֆորմուլան ոչ թե թվերով ես գրում, այլ սովորացնում ես փոփոխությունը տեսնում ես որ ինչի է բերում օրինակ վզռիվ կամ ինչ-որ ռելևանտ ես դարձնում, հետաքրքիր ես դարձնում, ուտվող ես դարձնում, համով ես դարձնում։ Ինձ թվում է այդ լեկտորը դառնում է արդեն level god։ Ձեր մոտ կա որ սեմեստրի վերջ գնահատում են ուսանողները դասախոսներին։ Այո։ Էները Արանից ուղարկել էր, ասես մի հատ գովք։ Կարդացի։ Ոնց երկար բարակ, this is the best class that I have ever taken։ Կայֆեր։ Ես լացեցի։ Կար առաջ թղթով գրիչով էր, վերջի դասին մինչև վերջի քննությունը տալիս էին։ Ահա, տիպը Հետո գնահատել դարձեցին էլեկտրոնային, կտրուկ ընկավ պատասխանելու մասնակցությունը։ Հիմա մենք ինչ որ նոր ուսումնասար ունենք, որ այդ թեմաներով շատ խիստ է ու վերջում հայտարարեցին, որ ով չմտնի չլրացնի, գնահատականը չի տեսնելու։ Մի խումբ է, բայց ինչ որ մի քանի օքի չէին լրացրել, չգիտեմ ոնց են գնահատականները տեսել։ Ես իմերը չեմ Բայց նաև մենք ուրիշ բաներ ունենք, ոչ պարտադիր ու ամերիկյան համալսարանը մի հատ կենտրոն ունի, չէ՞ ոնց է կոչվում, SLAR, ինչ։ Հա, Student Learning Assessment, Չգիտեմ, ինչ որ մի տեղից գալիս է պարբերաբար, որ սեմեստրի մեջտեղը, հա, մի սեմեստր գնահատում արեք։ չէ, բանն Շարին Institutional Research Office։ ինստիտուցիոնալ հետազոտությունների ես օրինակ անում եմ, այս անգամ էլ արեցի, առաջի թե երկրորդ միթերմից հետո ինքը լավ արձագանք է տալիս։ Ինչն ես անում։ Սեմեստրի կեսի բան գնահատում։ Արցախ չեմ ուղարկում, ակրած ես այդ ուսումնասարին գրեցի, ուղարկեցի էլ իմ բանը, դες էլ ուղարկել։ Իրանց գնահատումը խնդիրներ ունի, որի մասին ես գրել եմ, բայց ոնց որ արձագանք չեն ստացել։ Ասես լիքը ռեյտինգ պետք է տաս։ Ես այդ փորձը կբերմել եմ ունեցի աուդիտում, էլի երբ որ դու ասես մի 50 հատ հարց ունես, պետք է որոշես այս 3 հատ թե 4 հատ թե 5 հատ։ Երրորդից հետո արդեն կաներիկ զարմիտ գնում այլ այդ տարբերությունները ընդ որում ասենք կա դասախոսը, գիրքը, կուրսը, այս այնը ու ամեն մեկի տակ հարցերը, որ դու դրանց տարբերությունները դժվարանում ես որոշ կամ դու պետք է նույն թիվը շարես կամ չգիտեմ շատ ինքը սուբյեկտիվ է։ Այդ կոմունիկացիայի ու իմ համար դրա ամենա ոնց որ արժեքավոր մասը դա կոմենտներն է որ գրում են։ Իսկ կոմենտները սովորաբար լինում է 2 հատ ամենագոհը եւ ամենադժգոհը ու դու sense էքստրեմալ վիճակ ես ունենում մեկին շատ դուր ես եկել մեկն է չգիտեմ դուրը չի գալի ոնց ես խոսում ու դրա վրա ինքը ասեն կենտրոնացել է իսկ այդ մոտեցումը որ ես ունեմ դնում եմ բանով polling-ով եմ անում չնայած ինքը survey-ա բաց չի երևում ամեն մեկ իր արագությամբ լրացնում
Բայց այնտեղ որակական հարցերը բացի մեկը load-ը շատ է թե քիչ, դա սովորաբար ասում են լավ է, որ ոչ ուզում ես շատացնես, ոչ քչացնես, բայց ինչն է լավ ստացում, ինչը լավ չի ստացում, ինչը կառաջարկեիք լավացնել, ինչ առաջարկություններ ունեք, այսինքն բաց հարց է ստանում։ Բաց հարցերը իրանք պիտի գրեն, կարա մի բառ գրի, կարա նախադասություն, ես էդի երկուսն էլ գրել տվեցի, բայց ուրախություն ինձ խմբերից մեկը նաև այդ վերջի պարտադիրի տակ բավականին շատ գրել էին։ Իհարկե այնտեղ գրած է կոմենտ, այնտեղ չի ասում ինչը լավացնել, ինչն է վատ, բաց կոմենտ է։ Ես մի քիչ կոմենտը ուղղություն եմ տալիս, որ մարդը կենտրոնանա, ասենք ինչը կարելի լավացնել, որտեղ ի վերջո ինձ այդ ինչի համար է պետք որ ինչ որ բան լավացնեմ, որ եթե շատ դժգոհ են, լավ թող ասեն դժգոհ են, բայց էլի պետք է լավացնեմ, էլի ոչ թե ինքը ռեյտինգավորումը որպես ֆիդբեք, ինքը տենց անիմաստ բան է։ Ֆիդբեքը միշտ պետք է առաջնայող լինի, դու ֆիդբեք ստացողին պետք է օգնես հաջորդ անգամ ավելի լավը լինի։ Ու դա նաև այդ մեջտեղի ֆիդբեքը ինքը լավ արձագանք է ստանում, իրանք զգում են, որ դու իրանք կարծիքը հարցնում ես, տեղ ես տալիս, ես անպայման դա քննարկում եմ նաև իրանք հետ խմբավորած կամ բաց լիստով գալիս եմ ասում այ օրինակ sense բան եք ասել, հա, ասենք գիրքը շատ դժվար է ոչ ֆինանսիստի համար, ասում ինքը ես հատուկ ինձ գիրք եմ վերցրել, որ ինքը շատ դժվար չի կարգված, այս բաները լավ է կամ այսպես բաները կամ մարդիկ խոստովանում են որ իրենք քիչ են բան արել, հա, դա էլ եմ ասում, տեսեք, այն մարդը ով գրել է որ ես եթե շատ կարդայի, ավելի շատ բան կիմանայի, այդ մարդը ազնիվ է, ինքը իր պատասխանատվությունն է վերցրել։ Այն մարդը որ ասում է դե գիրքը էս չի, ժամանակ քիչ, էսա, այնա դու քեզանից դուրս ես միշտ պատճառները ման գալիս, մի քիչ եկեք ամեն մեկս մեր գործը լավ անենք ու լավ կոմունիկացիա է։ Շատ լավ բան ես ամ։ Ես օրինակ հակառակն եմ անում, ես midterm evaluation եմ անում ուսանողներին։ Ասում եմ այ քո դու հիմա ոնց որ հա մասնակցում ես բան եւ այլն, ինքը նմանա օրինակ, չգիտեմ, B+-ին։ Եթե դու շարունակես նույն ոճով, հա, ամենայն հավանականությամբ վերջում կլինի քո մասնակցությունը էս։ Ես այդ ընթացքում փորձում եմ տարբեր առաջադրանքները, որ կա, օրինակ case write-up-ը, որ կա բան, այդ դրանց ոնց որ գնահատականները իրանց հաղորդել, participation-ը կա, մասնակցությունը կա պարտադիր, բայց նաև իրանք շատ դա կարևորում են, ես օրինակ քննությունից հետո էլ գալիս եմ անցնում եմ սխալներով, ոչ թե անհատականացված, այլ ընդհանուր ու նույն evaluation-ներում երևում է, որ դա շատ լավ արձագանք է տալիս, նույնիսկ ասենք final exam-ից հետո, երբ որ մարդկանց նստում ես, անհատապես նստել եմ, բոլորին ստուգել եմ ու ուղարկել եմ, նա ինչքան բան է փոխվել։ Սերգեյ, իսկ գնահատականը ակտուալ է այսօր։ Ինձ թվում է всё-таки հա, իմ օրինակ տղան դպրոցում է սովորում Վալդորֆում, որտեղ գնահատական չկա։ Գիտեմ դպրոցում ես։ Կայֆ դպրոցը, ես պրոստը գժվում եմ իրանց մոտեցումների համար, շատ եմ ու քաջ ծնող պետք է ալնես, որ այդ տարբերվող դպրոցին վստահես։ Մենք վստահել ենք, շատ գոհ ենք։ Ես տեսնում եմ, որ այնտեղ կա սեր այդ դասարանում, այդ դասի նկատմամբ հաճույքով են գնում դպրոց եւ այլն, մի քիչ պակասում է մրցակցությունը։ Հիմա իրականությունը ինձ թվում է всё-таки դաժան է։ Եվ կարծում եմ, բայց մյուս կողմից էլ մտածում ես, like ես ով եմ որ գնահատեմ, հասկանում ես։ Դա ես ասում եմ դու, հա, օքեյ, ես մասնագետ եմ, ես ռեալ օբյեկտիվ տեսնում եմ, որ լավ չես գրել, երկար ես գրել կամ պրեզենտացիա աչքերի կոնտակտ չէր անում, այսինքն կանգնած պրեզենտացիա ես ամ, հասկացանք, այդ ցավտան, բայց քեզ կես սեմեստր սովորացրել են, որ պետքա նայել, ժպտալ, բոլորի հետ աչքերի մեջ նայել, չգիտեմ, քո խոսքերին պետք է համապատասխանեն քո ժեստերը եւ ոչ թե այդպես ինչ որ դու ասես ես շատ հաճելի է այստեղ գտնվել, չէ, շատ հաճելի է ինձ գտնվել, սենց, հա։ Դες օբյեկտիվ բանը կրիտերիաներ կան, բայց все-таки այդ սուբյեկտիվիզմը ես շատ օրինակ ես չեմ կարող այդքան պատասխանատվություն վերցնեմ, էլի, ով ասեմ, որ այ վատ էր կամ լավ էր։ Որտեղ թեմա ես էլ եմ շատ մտածել, արտացել, կներես օրինակ ամերիկյան համասարանի
գնահատման մեխանիզմը իմ համար մի քիչ բան է ծայրահեղ է, որովհետև այնտեղ, ասենք 90-ից 100-ը դա A-ն է, 80-ից 90-ը B-ն է, դու նայած քննությունը ոնց է ստնում, հարցերը այդ խնդիրները ոնց է ստնում, ինքը կարա շատ էսկոմ ենկոմ լինի, էլի, ու դա ի վերջո ինչ-որ բան տես չի նշանակում։ Իմ հարցը գնահատելը չէ, իմ հարցը ընդհանուր գնահատական է։ Դեմ ասում եմ, գնահատական դնելը շատ կարա սուբյեկտիվ լինի։ Երեխու տեսանկյունից, ուսանողի տեսանկյունից, իրան, այսինքն ինչն է իրան մոտիվացնելու։ Հա, որտեղ այնտեղ կա միջին գնահատական կա, GPA կա, 3-ից ներքև եղավ չեն թողում ավարտի, այսինքն այնտեղ Scholarship-ից են զրկվում, դրա համար իրանք պայքարում են։ Լավ, բայց մենք եթե ինչի համար մարդը սովորում է, որ նա կրթություն։ Հետագայում կիրառի։ Այդ լուրջ խնդրեմ է, ես անընդհատ այդ կոմունիկացիան տանում եմ, բայց լուրջ խնդրեմ է, մարդը սովորում է որ գնահատական ստանա, թե ես ուզում եմ ինքը սովորի, ոչ թե ինքը գնահատականի մասին մտածի, որ ես իրան կրթություն տամ, օգնեմ իրան կրթվել ավելի շուտ։ Բայց այդ դժվար է, երբ որ ինքը դարձ ասում է, հա, քեզ հասկանում ենք շատ լավ է, բայց այս 3-0-ն ինձ խեղդում է, թող չգիտեմ ավարտել եւ այլն։ Այո։ Օրինակ ACCA-ը, որ ես 2006-ին արել եմ, այնտեղ pass-fail է։ 50-ից ավել պետք է ավարտես։ Նույնիսկ CFA-ը գնահատն չի որ Waldorf-ը գնահատական չկա։ Նույնիսկ CFA-ը։ Բայց ինքը ոնց որ անցար չանցար է, էլի ոչ թե դու 90-ից 100 մի մարդ ես, 80-ից 90 մի մարդ է, 50-ը անցար, 14 հատ քննություն, արդեն այդտեղի լավ բան է։ Ինքը ավելի ինձ թվում է Ֆինլանդիայում էլ շատ բաներում այդ մոտեցումը իրարվում, դու ինչ որ շեմից անցնում ես, էլի ոչ թե սկսում ես ոսկերչական չափել 91-ը, 92, 96-ը A+-ը, իսկ 95-ը չէ, դու Вообще շատ բարդ հարց է մեկ գնահատականը, մեկ քննությունը որպես evaluation method вообще։ Էդ էլ իր դժվարությունները ունի, ասենք երեխա կա, որ լավ կարող է սովորում, բայց այդ քննական տեխնիկան չունի, ստրեսա, կայուն չի եւ այլն, կարա խառնվի մարդը գալիս է, ասենք ասում դες Excel-ով չեմ կարող աշխատեմ, դա չգիտես էլի։ Կլինի 0-ով գրեմ։ Դեպք եմ ունեցել 0-ն էլ չէր գրել, որ Excel-ն ինչ է սա։ Բայց էլի այդպես լրիվ տարբեր մարդիկ կան, հետո արդյոք ավելի կարևոր չի, որ մարդը կարա նստի մի քանի ժամ ծախսի, ինչ որ վերլուծի, սինթեզի գա, քեզ մի հատ խելամիտ բան ներկայացնի, թե դու իրան 2 ժամվա մեջ սեղմես, ասես 20 հատ խնդիրը պետք է արագի մեջ լուծես, որում այդտեղ էլ պատրանք կա, որ այդ խնդիրը որ թիվ է, բան, այդ օբյեկտիվ է։ Իհարկե։ Իրանց մոտ էլ կա, այդ ես ասենք դրեցի առաջի քննությունը, խնդիրը հետո ասում եմ դու բացատրես ինչ ես։ Այդ ստացել կամ այդ հաշվել կամ այդ ընտրել, ու որպես կանոն այդ մի նախադասությունը բացակայում է։ Ով կարում է լավ է, բայց ահագին մա դժվարանում է։ Ընդունելության քննությունների ժամանակ ես միշտ այտենց լոգիկ հարցեր եմ փորձում տալ, նո օրինակ ասենք, չգիտեմ, քանի հատ պիցա վաճառվի Երևանում, հա? Ու երկու տիպի մարդ կա, էլի հանդիպում եմ, որ ասենք, որոնք որ շոկի մեջ են ընկնում եւ ստուպորի մեջ են ընկնում։ Ու չգիտեմ, բա ինչ կամ գնում հաշվի։ հա, կամ դեռ մի հատ Google-ին կհարցնեմ, Siri-ին կհարցնեմ, բասենց, կամ կան մարդիկ, որոնք որ սկսում են տրամաբանել ու հասնել այդ ոնց որ թվին։ Սխալ։ Ու դու էլ չգիտես այդ թիվը, դա պրոստը հարց է։ Որպես mental exercise, որպես մտավոր ինչ որ մի հատ վարժություն։ Ես կարծում եմ նամանավանդ բիզնեսում, MBA-ում, հա, այդ ենթադրությունների վրա հիմնվելը հենց գործարարի քաջությունն է կամ ազատությունն է կամ ռիսկի գնալու կարողությունն է, չէ՞, որ ինքը պետք է կարողանա այդ մտավոր վարժությունը անի։ Այսինքն ես կարծում եմ այդ վերլուծելու, սինթեզելու կամ ասենք ինչ ես տեսնում ես գրաֆիկի մեջ, տենց ունենք նաև հարցեր ընդունելության մեջ։ Եթե ինքը տենում է գրաֆիկ ու գոնե չի ասում աճում է, ու գոնե չի ենթադրում ինչի աճում, կարող է տենց է, կարող է տենց չի։ Պրոբլեմա է այդ։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ դա էլ կարելի է սովորացնել։ Ամեն դեպքում
Հմտություն է։ Մենք երեխեք ուսանողները իրանք դնում են կրթվելու, որպեսզի հետագայում, ապագայում համեմատաբար կարող են լավ ապրել։ Ես տենց եմ պատկերացնում, ոնց որ թե ուղիղ կապը տեղ է։ Ինձ թվում է գործատուների մեծ մասին չի հետաքրքրում GPA ինչքան է եղել։ Ինչի են մենք գնահատում։ Ես լավ բան եմ կարդացել, ասում է լավ կրթությունը, ասում է իրականում փող աշխատելու հետ այդքան էլ ուղղակի կապված չի։ Ինքը կապված է ծախսելու հետ։ Դու ոնց ես ծախսում ես աշխատած փողը, կրթությունը դե կապ ունի, բայց աշխատելը, ասենք Vanderbilt-ը Ամերիկայի ամենահարուստ մարդն էր 3 դասարանի կրթություն ուներ։ Հետո օրինակ ես լիքը վերլուծություններ եմ կարդացել, որ IQ-ից բացի, հա, IQ-ն կարելի է ասել ոչ մի ազդեցություն չունի։ Քո հաջողության հետ կորելացիա չկա։ Հաջողությունը ընդ որում սահմանել են երկու բանի կոմպոնենտից։ Գլադվել ունի իր գրքերից մեկը outlier-ներն է, թե որն է, որ ամենաբարձր IQ-ով մեկը կա, շատ դժբախտ կյանք ունեցավ։ Հետո այդ valedictorian-ի բանը ֆենոմենը, որ նայել են այդ լավագույն, հա, ուսանող դպրոցի։ Ուր են իրանք հիմնականում մեծ հաջողությունների չեն հասնում, բայց ասում է այդ հաջողություն գաղափարը էլի հարցականի տակ կարելի է դնել ինչա, իրանք ֆինանսական net worth-ն է, ինչքան ինքը գումար ունի, եւ self-reported happiness, այսինքն ախպերս երջանիկ է, այդ ուրեմն դրին էլի ասենք քիչքեն։ Հիմա այդ հաջողության այդ երկու նեպանյատնի կոմպոնենտից բաղկացած հաջողությունը ու IQ-ն չունեն իրար հետ ոչ մի կապ։ Մենք ստեղ նստած այդ խոսում ենք, բայց մեր ծնողները մեզ ուղղորդել են սովորելու ինչ որ համասարաններ, ասեն որտեղ որ ստեղ որ սովորես, հավանականությունը մեծ է լինելու, որ դու կունենաս լավ գործ, նորմալ կապրես։ Դա է եղել տրամաբանությունը։ Չգիտեմ, գնում ես Ամերիկայի սովորում, ստանում ես կրթություն, դա հիմք է լինելու, որ քեզ կվերցնեն լավ տեղ աշխատելու։ Այսօր մի քիչ ժամ առաջ դու ասացիր կոդինգ գիտի, կոդավորել գիտի, իրանք կվերցնեն, չէ՞, աշխատել, կամ ինչ որ չգիտեմ, ինքը էքստրավերտ է, էքստրավերտ է, իրան կվերցնեն ինչ-որ սելզի աշխատանքի, օրինակ եմ ասում։ Դա համար եմ հարցնում, այդ ամբողջ իմանալով բայց տեխնիկալ մոմենտ կա, որ եթե դու այդ կոդինգը գիտես, շատ լավ է, քեզ կվերցնեն աշխատանքի, բայց այդ աշխատանքում առաջ գնալու ու մնալու համար քեզ պետք է ուրիշ հմտություններ։ Օրինակ հաղորդակցման քո հմտությունը։ Եթե դու տենց ինչ-որ շատ ջղայն այցիշնիկ ես ու չես կարող շփվես մարդկանց հետ, ինչ որ պահի promotion-ի ժամանակ, естественно, դու մնալու ես էլի կոդինգի վրա, իսկ թիմ ղեկավարելու խացը շատ այցիշնիկ։ Բայց դրա համար պետքա կրթություն թե խասյատ։ Ինձ թվում է այդ էմոցիոնալ ինտելեկտն էլ է կրթության մեջ։ Դու եթե ասենք, չգիտեմ, ունես էմոցիոնալ պորտկումներ, դու եթե ասենք, չգիտեմ, անընդհատ պաշտպանվող դիրքի մեջ ես, դու անընդհատ եթե հակաճառում ես եւ հետո խոսալ կուրսություն է։ Բայց դրա համար բավականին հաճախ գործ էր փոխում, ոչ միտեղ չէր հարմարվում։ Հա, դες կրթությամբ է այդ ամեն ինչ ինձ թվում է գալիս։ Այդ guest lecture-ներով է գալի, որ գալիս է, դա այս ինչ հետարքիր մարդ է։ Հետարքիր չգիտեմ, մի անգամ հետաքրքիր բան է, ասում է անգլերենով դաստիարակությունը, maybe education-ը։ Upbringing-ը, չի։ Չէ, upbringing դաստիարակություն չի։ Upbringing մեծացնելն է։ Դաստիարակություն դաժե չկա անգլերենում, որ ես մտածում եմ education-ն է։ Ես այդպես բառ չգիտեմ, այլ էլի։ Educate ճիշտ է։ Դա ես կասեմ շատ կարևոր է, ինչքան դու կրթված ես, այդքան դու ինձ թվում է ավելի Եկեք քանի որ մեր ուղղվածությունը իմ արտյոմի մեր ոդկասթի ֆինանսական է, մի քիչ ֆինանսներից հարցնենք, էլի օրինակ նույն մեր ծրագրում ֆինանսը շատ է, քիչ է, շատացնենք, քչացնենք MBA ծրագրում օրինակ ես դասավանդելով մի քանի ֆինանսների առարկա, օրինակ հաճախ այդ բաները եղեկից լսում են, դե մենք ֆինանսական բեքգրաունդ չունենք, չգիտեմ ինչ։ Իմ համար այդ ֆինանսներում տենց մինիմալ մաթեմատիկա կա, չնայած բարդ մենակ մաթեմատիկա չէ, հաշվապահություն բարդը դիր պետք է։ Դե հաշվապահությունը մաթեմատիկա չի, դե եմ ասում։ Կա իհարկե բարդ քանակական ֆինանսները, էկոնոմիկա եւ այլն, բայց մենք իհարկե այդ չենք տալիս։ Մեկը այդ պարագայում, ասենք,
նեղվում են, էլի, ասենց ասում։ Այսինքն հարցը բիզնեսը հասկանալու համար ֆինանս պետք է իմանաս, թե չէ։ Շոտ, իհարկե։ Ինքը մարդը գիտում է ոնց, ֆինանս չգիտես, բան չգիտես։ Չէ, պետք է իմանալ, մեր մոտ կա finance, այս նոր ծրագրում եւ կա data analytics նաեւ։ Այդ երկու բլոկներն են, հա, էկոնոմիկան կա, որը էլի պետք է ֆինանսական բազա ունենաս։ Բիզնեսը օրինակ ես քեյսերով դասավանդում եմ, բաներ էքզիբիտների հետ թվերի վրա շատ մեծ էլի ուշադրություն պետք է դարձնել։ Նույնիսկ մենեջմենտի մեջ ես կարծում եմ այդ բան տվյալահեն մոտեցումը պետք է լինի։ Այսինքն եթե դատա անալիզիկան ֆենոմեն է, էլի, առաջ խոսում էր վիճակագրություն, բոլորը հերո էին մնում։ Բայց հիմա դառավ սեքսի անունը նորաձև է հիմա։ Նորաձև է։ Ու էլ ինչ ունենք այնտեղ մենեջմենտնա մի բան մոռանում եմ ոչ մի 6 ուղղություն ունենք որոնք որ բոլորի մեջ էլ այդ ֆինանսը այդքան չէ բայց տվյալը կա то есть առանց տվյալի դու չես կարող բիզնես անես կարծում եմ ֆինանսը տվյալն է այսինքն բայց ես կարծում եմ որ մենք պետքա մեր դժվարությունը կանουμε նրանում որպես դասախոսներ եւ ֆինանսների հատկապես դասախոս քո նրանում որ դու իրան հեշտացնես ու դարձնես ոչ վախենալու դից էլ անում հա էլի դες քո ֆենոմենն է դրա մեջ բայց ոդքասթի անունն էլ է տենց էլի բարձից բարձ տեսնում ես բարձրապես պետք դարձնել մենք ինչ որ ընդհանուր կրթության մեջ ես այդ խնդիրը տեսնում եմ որ մենք մտնում ենք կրթության մեջ դպրոցից փակ մտածելակերպով այսի վայ դժվար է վայ չգիտեմ դպրոցը չգիտեմ վատա այդպես ու իրան փոխանակ դպրոցում բացեն նաբարդ քառակուսիացում են ել ավելի կոմպլեքս են առաջացնում որ այդպես դժվար է կրթությունը բայց եթե օրինակ այս հունվարին գնացել էի մի հատ տրեյնինգի, որը որ ձեռնարկատիրություն, entrepreneurship, how to teach entrepreneurship, Hobson College-ում Boston-ում։ Ու հիմնական ոնց որ մոտեցումը հենց ֆինանսների դասախոսի այն էր, որ դու չես ասում, որ սա հաշվապահական հաշվեկշիռն է, որ սա դեբիտնա, սա կրեդիտն է, բացես բաներ, դու լավ եք հիմա մի հատ պատմություն իրար հետ բան անենք, ոնց հարցերին պատասխանենք, ես բացում եմ մարոժնի բիզնես, պահպանքի բիզնես։ Ինչ է ինձ պետք, գրեցինք բան, հա, սա կոչվում է մեր մոտ, եկեք սա անվանենք, ենթադրենք թե ֆիքսված ասետներ, հա։ Մենք աշխատողներ պետք է բան, այս չգիտեմ, ծախսերն, այս ծախսերը ինչն են ֆիքսված են թե բան են փոփոխական ծախսեր են հա ու այդպես կամած պատմությունների միջոցով ինքը վդռուկ оказывается դու չգիտես սրա անունը սենսա բայց սենսա կստացի դա вообще կապ չունի իմացի որ նաև սենսա ու դու դասի վերջում հասկանում ես որ դու հիմնական տերմինոլոգիան հաշվապահական պրակտիկ հասկացար ծախ դեբետը կրեդիտի ես որ դասավանդում եմ դա 9 շաբաթ է իմ լեկցիան, դասն կուրս առաջի 2 շաբաթը այս խոսում այն ինչ որ դու նոր պատմում ես պատմությունով հա ուղղակի ասենք դու ուզում ես կոֆեի բուտկա դնես շատ թույն է ինձ թվում է տենց է պետք այդ վախը կանցնի ես բակալավրում ամերիկայում որ անցա ֆինանսներ ստացա A-. Ոչ մի բան չեմ սովորել, չեմ հասկացել, ոչինչ, 0 ու ես ճոգեցի որ դա մի առարկա է, որտեղ որ եթե դու պրակտիկ այդ մարդուն չբացատրես, ոչ մի բան չի հասկանա։ Բայց այն ինչ որ Արան ասում էր, ամեն դեպքում բազովի բաներ պետք է լինեն, որ ուսանողը պետք է իմանա որոշակի բազային բաներ, մինչև ինքը հասնում է ֆինանսները անցնելուն։ Ու այդ բազովին հենց որոշակի տրամաբանությունն է, մաթեմն է, որոշակի բազովի հաշվապահություն պետք է ինքը իմանա, որ կարողանա անցնել այդ ամեն ինչը։ Դες չի կարա մարդը բրուսով ավարտի ու գա ընդունվի MBA ծրագիրը կստացի։ Չէ, նկատում եմ առանց բազայի չի կարողանա ֆինանսներ հասկանալ հենց ամենաառաջին։ MBA-ը հենց նրանով առանձնա որ տարբեր համալսարաններ, տարբեր բեքգրաունդներով գալիս են ու ընդունում են բիզնեսի ադմինիստրացիա, հա։
Տենց այսինքն ստեղ իդեպ բակալավրում, որ ասում են кейսեր գրենք բակալավրների համար ավելի հեշտացված։ Ես կարծում եմ հակառակը։ Հենց մագիստրատոր MBA-ի համար է պետք ավելի բազային գրել ու հետո խորացնել, մեթոդը պետք է այդ լինի։ Որտեվ եթե դու բակալավրում, չեմ բիզնեսում ես դասանում, ենթադրում ես, որ ինքը ինչ որ չի, ֆինանսներ անսեյվան։ Իսկ ստեղ օրինակ կոնսերվատորիայից գալիս է ինչ որ մեկը, որը որ շատ կայֆ փորձ ունի եւ առանց 2 տարվա փորձի, օրինակ ամերիկյան համալսարան չես կարող ընդունվես, հա։ Ինքը ունի մենեջերական փորձ, բայց կոնկրետ նեղ ոլորտային օրինակ այդ ֆինանսները չունի, ու մենք դա պարտավոր ենք իրան տանք։ Պետք է հեշտ кейս գրելուց ասացի, ինչ որ кейս եք գրում։ Հա։ Кейս գրելը դարելա նոր մի հատ նորը Ֆրան Գաբրիելյան հետ էի խոսում, ինչ որ հենց кейս բառն է խոսակցության մեջ լինում, ինձ ուղարկում են դեպի ինձ, էլի։ Ասում եմ, հասկացանք, ես кейս եմ գրել, տպագրվել եմ, բան, հիմա էլ кейսեր եմ գրում, բայց ասենք այն բանի պես էսել եմ, որ ով չգիտեմ, գիտեն որ Ամերիկայից մի անգամ եղել, անգլերեն թարգմանություններ են սկսել, սպասեք, էլ մի րոպե, ես տենց кейս բառը որ դեկա ինձ մի ուղարկեք, էլի ոնց է, բայց արի ուտես որ հա, այդ case writing-ը, case գրելը դարել է մի հատ մեծ ուղղություն հիմա իմ մոտ 3 հատ բիզնես պատմության վրա ենք աշխատում ու պարզվում է որ կա այդտեղ պրինցիպներ ու էլի ձև գրելու որպեսզի լինի հետաքրքիր որպեսզի ուսանողը դից բան սովորի ձևը որն է որ դու պետք է անպայման ունենաս դիլեմա այդ кейսի մեջ պետք է լինի այս կողմ շարժվի կազմակերպությունը թե այն կողմ շարժվի անպայման պետք է ունենաս storytelling ու protagonist այսինքն ինչ որ մի հատ որոշում կայացնող որը որ կանգնել է այդ երկընտրանքի առջև եւ անպայման պետք է ունենաս որ շատ ցավալի թեմա տվյալներ իսկ եթե դու ռեալ կազմակերպությունների պատմություններ ես գրում հիմնականում տվյալները դժվարությամբ են տալիս ոնց եմ ես այդ հարցը փորձում լուծել տրենդերով այսինքն կոնկրետ ինձ թիվ մի տվեք ասեք աճը քանի տոկոս է կամ այս ծախսի հա ասենք չեմ 100%-ի որ մասն է գնում այս ուղղությամբ որ մասն է այս ուղղությամբ կամ շուկայի մասը մի ասեք որ մեր sales-ը մեր վաճառքը ասենք չգիտեմ 25 միլիոն դրամ բայց ընկերությունը նշում եք անպայման այդ դեպ case գրելու պրակտիկաներից մեջ մտնում է որպես լավ պրակտիկա որ դու ռեալ մարդկանց ու ռեալ кейսերի կազմակերպությունների վրա кейս գրես ոչ թե ինչ որ մտածածին կան էլի տես кейսեր բայց հիմնականում դրանք լավ չեն գնում հիմնական մենք իդեպ ինչի եմ ես հայկական кейսեր հիմա գրում հա օրինակ հիմա գրվում է ես գրում եմ Լենայի հետ միասին մեր coffee house-ի кейսը որը շատ հետաքրքիր բիզնես պատմություն է Target-ի кейսն է գրվում հիմա Զանգեզուրի բենզամոլիբդենայինը մի քիչ սպეციფიկ кейս է մի քանի այլ այտենց դե կոֆեի բուտկան դու բան ես արի նա այդ ես մոնոպոլ եմ վարձրել դրա кейսը իմն է հետաքրքիր կազմակերպություններ կան մեզ մոտ օրինակ բան ՀՑ-ն հայկական ծրագրեր Կարեննա Սարգսակյան գրել դու ես միջնորդել հիմա մենք միասին վրավացնում ենք ձևով ժանարում հələ որ չի տպագրվել մենք այսօր ենք կարելի այդ հանդիպել մենք այդ ուզում ենք մի քիչ ավելի ուրիշ ուղղությամբ տանենք դիլեման մի քիչ ավելի հետաքրքրացնենք Եվ իդեպ այդ кейսերը բացի кейսից նաև որպես դասախոս դու պետք է ունենաս օրինակ Harvard-ի հիմնականում кейսերը teaching note-երն է եւ դա էլ է դժվարություն գրել է teaching note դու ոնց մեթոդական ուղղությունից դասավանդես իմ кейսերը teaching note-երը кейսերից մեծ են սովորաբար հա ու շատ հետաքրքիր որ եթե այս ուղղությամբ ու այդ քո համար գլխացավանք է ասկե դու տալիս ես 10 էջ իրենց կարդալու իրանք չեն կարդում դու 10-ից բացի մի հատ մի 20 էջ note-ես կարդում բան ունես մոտեցում բայց հիմա տրենդը գնում է դեպի short cases teaching note-երը ավելի ալգորիթմային ինսիադն է տենց кейսեր գրում եմ բայց ինչ էի ասում մոռացա кейս գրելուց էի кейս գրելուց որ հայկականներն ասում այդ է ուզում ասել որ հիմա ես օրինակ իմ ռազմավարության դասի մեջ պատմում մենք անցնում ենք ինչ որ միջազգային մեծ կազմակերպ Walmart, IKEA, Coca-Cola բան ռելևանտ չի մեր երեխեքին ու նույնիսկ եթե ասենք ասում ես քանի օր եղել IKEA-ում ու տես մի հոգի բարձրացնում է 30 հոգանց լսանի նույնիսկ կամ Walmart-ում կամ դες ավիակամպանիայի кейս ունեի հարցրի քանի օր կատարը բարձրաց տենց կարող է 30 հոգանց կուրսում 2-3 հոգի բարդ Ճայլերը խան 21-22
տարեկան այդ կուրսը էլի։ Բայց բացի դրանից նույնիսկ ասենք օրինակ Coca-Cola-ի кейսն է անում, դե Coca-Cola-ն կա Հայաստանում, բայց մերի մերը չի։ հա, բայց նաև անդեի Coca-Cola-ի պատմության մասին է ոնց էին իրանք Pepsi-ի հետ իրար մորթինգ կամփեյններ էին իրանք անում ու տենց ինչ որ էս ռեկլամն է, հետո սա պատասխանում է competitive response, բայց relevant չի մեր համար, մեր իրականության համար։ Դրա համար այս coffee house կամ Եվ հայ եւ չէ, էլի մի կողմից իրանց դժվար է մեր իրականության հետ հասցնել, բայց մյուս կողմից եթե ուժեղների մասին չես պատմում, ինքը վաղ ում պետք է հավասարվի, էլի։ Երևի ճիշտ ես ասում, որ նաև մի քանի հատ միջազգային պետք է բայ։ Ինձ մի անգամ ուսանողներից մեկը ասաց, «Էս սա գործիքները ֆինանսական, որ Հայաստանում չկան, չեն կանցնում»։ 20 տարի առաջ ես որ անցնում եմ, ոչ մի բան չկար, հիմա ագին պրոգրես ունենք, բայց դու պիտի բիզնեսս եկես սովորելու, դու չսովորես, մենք այդ երբեք չենք ունենա։ Դեպքիրա, բայց օրինակ այդ local case-երը, մենք օրինակ անցյալ տարի արեցինք մի հատ էլ case ունենք գրած, Քուչակյանն է գրել եւ Աղասին ոնցոր, չէ, Մարտինը Գալստյան եւ Քուչակյանը գրել էին wine industry մասին, գինու ինդուստրիայի մասին case։ Ու մենք այդ քննարկումը արեցինք, շատ լավ անցավ բան եւ Վահեն Կյոշկերյան, Էմի հետ իր աղջկա հետ լսարանում էին։ Ու իրանք հետո որ վեր կացան ու հետո շարունակեցին այդ քննարկումը արդեն լսարանի արչեւ, որ օրինակ Մայքլը պետք Վահեն պետքա դուրս գա բիզնեսից թե չէ, հա, ու այդ երեխեքն շոկի մեջ էին, որ վայ, այս մարդու մասին էինք խոսում, այս кейսում, ու այ հիմա մենք հասկանանք իր իրական մոտեցումը, կամ իմ գրած кейսերից մեկը NGO-ի մասին кейս է, որ այդ տնօրենն է կամ CEO-ն, որի մասին որ кейսն էր, իրանք քննարկում էին եւ այլն, էլի լսարանում էր, որ իրանք ռեալ ռեկոմենդացիա էին տալիս, ասում էին դու պետք է այսպես անես, ինձ թվում է դա լրիվ ուրիշ փորձ է ու թե ռելևանտության տեսանկյունից թե այն impact-ի, այն ազդեցության, որ դու հենց հիմա քննարկեցիր ու այս մարդուն այդ օգուտը տվեցիր, հա, այդպես փոքրիկ կոնսուլտացիա խորհրդատվական մի հատ ինչ որ case է լինում ռեալ կյանքում արած ուսանողի համար։ Դες այդ case գրելը հիմա ինձ թվում է սկզբից բողոքեցի, որ ինձ են անդոդ դիմում, բայց լավ է, երևի որտեվ կայֆ եմ ստանում кейսի մրցույթների մի հատ առանձին նախաձեռնություն ունենք այս տարի coach-ը։ Հա, հիմա կա այդ բանը։ Սկսել է իրանք այս շաբաթ իմիջայլուց Բեյրութի ամերիկյան համալսարանից մարդիկ էին վերել, որոնք այդ դրա Հակոբ Փանոսյան։ Ես Հակոբի հետ case եմ սկսել գրել Թումոյի մասին, բայց այնքան արագ սա փոխվեց ու այնց չարակեցինք այդ case-ը, բայց Հակոբ հետ աշխատել եմ։ Թեմում երեխեքի կես ամերիկյանից են։ Ահա։ 4 Ինձ թվում է ինձ ասել են դրա մասին, բայց ես ինձ թվում է ժամանակ չգտա կամ տենց շուտ դարձած։ Երևի պետք է վերադառնալ այդ թեմայի մեջ։ Իսկ այս ադմինիստրատիվ աշխատանք քեզ հաճիկ պատճառում է, թե հակառակը։ Դե ադմինիստրատիվ աշխատանքը вообще ինձ թվում է չի կարա հաճիկ պատճառի, բայց ես դրա մեջ եմ փորձում տեսնեմ ինչ որ մի հատ կրթական կոմպոնենտ։ То есть եթե դու էլի նորից, հա, այդ ադմինիստրատիվ աշխատանքը անում ես ճկուն ձևով, անում ես, հələ մի հատ էս փորձենք, հələ մի հատ սա նայենք, մի հատ եւ այլն մոտեցումը։ Եթե փոխում ես, ինքը այդքան բարդ չի։ Ես ադմինիստրատիվ մարդ չեմ, բայց ինձ թվում է իմ management style-ը այնպես է, որ դու դες մարդկային կոմպոնենտ եթե մտցնես, ավելի կլավանա։ Ես այդ եմ դրանից եմ հաճույք ստանում, բայց իհարկե իմ հաճույքը դա դասարանն է։ Գոհես, որ քեզ նվիրել ես այդ ուղղությանը։ Ահա որ։ Այսինքն դու ոչ մի բան երբեք չէր փոխի, կուզենայի որ սենց լինի։ Երբեք ես նույնիսկ մտածում եմ, ասում էի արել, մինչև էս խոսում էինք, որ ամեն անգամ ես աշխատավարձ ստանալ զարմանում։ Որ ասում եմ լուրջ, ինձ փող են տվես իմ կայֆի համար, որ ես ասեք այսքան հաճույք եմ ստացել, հələ մի հատ դրա համար լուճարում եմ։ Ինչի՞ դու կողմնակի եկամուտ ունես։ Չունեմ։ Ցավոք, իդեպ ունեմ երկու կողմնակի եկամուտ, այդպես չի ասի եկամուտները, ինքը ավելի շատ էլի նորից այդպես կայֆոտ պրոյեկտներ են, մեկը մեր ընտանեկան բիզնեսն է, կնոջս հետ պես-պեսն է։
Պես գունազարդման նախագիծ է Երևանի, Գյումրիի, հիմա արդեն Սյունիքի քարտեզներն են, կոնտուրով, ու դու տենց ոչ թե քարտեզ, այլ տենց կայֆոտ նկարացել, ինչ որ համով ինչ որ մոմենտներ կան մեջը, նարդի խաղացող մարդիկ, օրինակ Գյումրիում Վարդևորի սցենան է, այդպես Երևանում ասենք չեմ, Կասկադում կոֆե են խմում ինչ որ տեղ։ Նաև գրքեր կան պես-պեսի, արձանները Երևանի, շենքերը, գեղանկարները, ինքը շատ կայֆոտ նախագիծ է, ինքը կոմերցիոն նախագիծ է, այսինքն ինքը գումար բերում է բավականին զգալի, բայց դա ավելի շատ կնոջս բիզնեսն է, ես ընդ առաքիչ եմ աշխատում, էլիտար առաքիչ ես, MBA-ով, PhD-ով, իսկ ուրիշ ինչով ես զբաղվում։ Բանն է, Zoom-ին ծրագիրն է, որը մասնագիտական կողմնորոշման ծրագիր է, Արփիետ Կարապետյան, որ եկել է մեր խնդրից, մեր մանկության խնդրից, ոնց որ ասում ես, մեր ծնողները, հա, մեզ ասել են, որ դու ISSS կանես, ու Մոսկվայում կգնաս նախարարությունում կաշխատես, կամ ինչ որ չգիտեմ, Զավոդում կաշխատես միշտ, 33 կունենա բան, գլավբով կգնաս, ստաբիլ, հա։ Այդ մոտեցումը հիմա շարունակվում է, բարձվում է, ու երեխեքը вообще չեն հասկանում, ասենք, ինչի են իրանք ընդունվել այս համալսարան, հետո այդ համալսարանից հետո որ ընդունվել է բանկում աշխատում, այդ կանոնակարգերը որ կարդում է կամ ինչ որ տենց յանի ինչ, հա, ու ինքը խորապես դժբախտ բաժանվում է, ասենք 35 տարեկանում, գնում է, չգիտեմ, ոտով գոա, ու տենց ինչ որ ու ջոգում է, որ ինքը պետք է նկարեր հակազվեց, ու այս 45 տարին ինքը անկապ կյանքով ապրել, տենց։ Հիմա ուզում եմ դա մեր խնդիրը չի եղել, բայց ես էլ օրինակ, երբ որ ընտրություն էի կատարում իմ մասնագիտության մեջ, ես ունեի մի քանի option։ Ես ունեի, ասենք, իրավաբան, բժիշկ, տնտեսագետ կամ խայտառակությունն ես դու մեր ընտանիքի։ Այլապես, ասենք, ուրիշ 4 այս option-ից հետո նկարել չկար։ Հա, նկարելը մեջը ես որտեվ ասացի, ես ուզում եմ նկարեմ, ուզում եմ մուլտիպլիկատոր լինեմ, բան, sense բաներ, իրա խնդացի։ Ու բայց կարող է էլի ես ելնեի տենց շատ լավ մուլտիպլիկատոր։ Ես ենթադրեմ, հա, ես կենթադրեմ, որ հենց տենց է պետք է լիներ։ Այդ կրեատիվը օրինակ կարա ես զարգացնի, թույն լիներ։ Կամ ասենք ինչ որ մեկը որ ասենք, կամ naobarot կարծրատիպային ինչ որ մոմենտներ կան։ Օրինակ, դե աղջկա մասնագիտություններ, դե դու աղջիկ ես, գնա չգիտեմ ինչ որ։ Հա։ Դերասան, բուժքույր կամ բուժքույր կամ տենց։ Այցի չէ, դու աղջիկ ես ինչ այցի։ Հասկանու՞մ։ Այդ սաղ բաները կաղապարները ինձ թվում է մեր ինչ է կանում դուք այդ Zoom-ինում։ Մենք 6 օրվա ընթացքում, 6 հանդիպման ընթացքում 3 մասի ենք բաժանել, նայում ենք մասնակցի անցյալին, այսինքն փորձում ենք իր արժեքները վերհանել, իր անցած փորձը վերհանել, պատմություններ ենք պատմում այդ անցյալի մասին, փակում ենք, հասկանում ենք ինքը ով է, հա, իր բազան ինչն է։ Նայում ենք ներկան, էլի մեթոդներ կան, Հոլանդի տեսություն, ես չգիտեմ ինչ որ, բայց հեսա կպատմում շատ խնդալու պատմություն է, այդ ոնց է ինչն է չախում այդ սա մեր տեսությունները եւ ֆրեյմվորքները եւ այլն, բայց ներկան ենք փորձում ֆրեյմ անել, հասկանալ, այսինքն քո ուժեղ կողմերը եւ ապագան, դու ինչ ես ուզում անել, ինչն է քեզ երջանկացնում ու տենց։ Այս ծրագիրը շատ էլի տենց գիտելիքահեն, բան, տենց ստրուկտուրավորված բան եւ շատ ժամանակ ծնողները բողոքում են, որ ասում են դուք գործիք եք տալի մեր երեխաներին, որպես իրանք մեր դեմ օգտագործեն, որտեղ մենք ուզում ենք, որ իրանք այստեղ գնան։ Հա, իսկ ո՞վ է բերում երեխեքին ծնողները։ Հա, պես-պեսում էլ է այտենց իդեպ։ Ծնողն է որոշում կայացնում, վճարում պրոդուկտի համար եւ ոչ թե երեխա, շատ քիչ է եղել տենց, որ երեխան ասա, այս եմ ուզում, հա։ Այսինքն մենք կոմունիկացիա ենք անում ծնողի հետ հիմնականում, բայց հետո հաճույքը եւ բենեֆիտը ստանում է իհարկե։ Իսկ դա էլի կոմերցիոն պրոյեկտ է։ Հա։ Կոմերցիոն պրոյեկտ։ Ծնողը փող է տալիս, որ իր երեխուն գործիք տակ իր դեմ աշխատելու։ Այսինքն կարաս պատկերացնես թե ինչ ձևի ծնողներ են, էլի, այսինքն ավելի կրթված, ավելի բաց մտածելակերպով, բայց ամենախնդալու պատմությունը էսա չէ։ Եվ որ ասում ես կոմերցիոն եւ հայ եւ չէ, կոմերցիոն է, բայց մենք արել ենք բավականին շատ ոչ կոմերցիոն բարեգործական հիմնականում պատերազմից հետո
շատ մարդ, մոտ մի 70 հոգի անվճար եկան ու ստացան ու այդ մարդկանցից մեկը ուրեմն եւ պատերազմի վետերանների համար արեցինք նաեւ ուրեմն ուսանողներից մեկը եկել է մասնակիցներից Zoom-ի ասում է Վարշավի եմ ուզում գալ ու դες մենք նայում ենք անցյալը, որ ինքը շատ կոմունիկաբիլնի է, միշտ այդ սիրել է եւ այլ ներկայում այդ սա ուժեղ կողմերը ունի, այդ հմտությունները ունի, զարգացնում է, իրան երջանկացնում է այդ ամենը, տենց վերջին մեր հանդիպման նախավերջին հանդիպման ժամանակ իրանք հանրազանություն են ստանում գնալ research անել, մենք տալիս ենք մասնագիտությունների ցանկ, մենք էլի նորից խաչմերուկների մասնագիտություններն ենք նայում, որ իրանք նայեն եւ այլն, իրանք ապագան գծած պետքա գան ու մենք դա քննարկենք, ծնողների հետ էլ նաեւ քննարկեն։ Գալիս է ասում է, չէ, ես վերջը որոշեցի խոհարար։ Արա ասում ենք, ո՞նց է սա ընթացքում դու Վարշավիր էր էլի ասում, ոնց խոհարարը вообще լրիվ ուրիշ է, ավելի տենց մենակ աշխատանք է բան։ Դե ասում եմ մամաս հիշացրեց, որ ես ատամ հատիկի ժամանակ շերեփ եմ կացել։ Ճոգում ես։ Այսինքն ընդ տեսություններ, ընդ ես չգիտեմ ինչ որ խաչմերուկներ, կալիսո, ժլանի, շերեփ։ Դες մեր մրցակիցը, Zoom-ի մրցակիցը դա ատամ հատիկ Տալագիշն է։ Կասեր տարունը։ Վրական надо знать в лицо։ Լավ էս պոզիտիվ դրական նոտայի վրա ամփոփվենք, եթե հարցեր եւ բաներ կիսատ մնաց խնդրեմ։ Կիսատ մնացելի կհրավիրեմ։ Հա։ Սերգեյ հետ կանք ինձ թվում է տենց անվերջ զրուցենք։ Ես էլ շատ մեծ հաճիկով։ Он придёт с кузнецов։ Ես կգամ։ Այդտեղից շնորհակալություն։ քեզ չեմ խնդրել հարցում նետել։ Շատ լավ, հա, տենց կոմունիկացիան պահպանել։ ինքը ավտոմատիկի գծով է։ Շնորհակալություն մեզ որ հյուր եկար, սիրելի ունկնդիրներ, եթե հավանում եք ինչ որ անում ենք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ շարունակեք հետեւել մեզ, կհանդիպենք հետագա հաղորդումներին։ Հաջողություն։